Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ասում եք պետությունը գործառույթ չունենց տեղից սկսեմ, հիմա կոլապսա էներգետիկայի ոլորտում եւ այլ 7 տարի իշխանության եք, կոլապսն էլ վստահաբար տենց չի էլի քնում զարթում ես մեկ էլ հոп կոլապսա, ի վերջո գործառույթներ եթե չունի, բա այդքան փող հանրային միջոցներից այդ երկու մարմիններին իբրև թե անկախ օրենքով ստեղծված, բա այդքան գումար ինչ եք տվել, այսինքն բա գործառույթ չունի ինչ են արել, սա մեկ հարց, այսինքն եթե չուներ գործառույթ եւ այսպես շարունակ, եւ մեկ էլ որ ասում եք կոլապս, ամեն տարի վերլուծություններ կա, գալիս այստեղ այդ մարմնի ներկայացուցիչը ներկայացնում է վերլուծություն ոլորտի վերաբերյալ անդրադառնում է եւ այլն, այսինքն օրինակ վերջինը 2023 թվականի այդ համապարփակ վերլուծությունները այդտեղ կարծես թե գուցե դուք ավելի խորն եք ծանոթացել այդ կոլապսի մասին, այտենց վիճակը վատանալու հակառակը դրական դինամիկայի մասին կա, որը կորուստները որ եղել են միջև ասենք հեծը այդ կորուստներն են նվազել, այսինքն այդ դրական դինամիկաներ եւ այլն, մեկ էլ հիմա եկել եք ասում եք կոլապս, մարմին կա, գործառույթ չկա, փողն էլ փաստորեն հենց հիմա ասում եք հենց հենց փողա ծախսել, հա, պետական բյուջեից այդ մարմինները պահպանելու, դրանց պարգևատրումներ տալու համար։ Պարոն Ավետիսյան, հենց հենց փող ոչ ոքին չպետք է տրվի, մեկ հանձնաժողովը, կարգավորող հանձնաժողովը եւ ունի կարգավորիչ գործառույթներ, հանձնաժողովը ունի նաեւ կանխարգելիչ գործառույթներ, բայց դրանք բավարար չեն էներգետիկայի բնագավառում, ազգային անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի պարագայում օպերատիվ որոշումների կայացման եւ համակարգի կառավարելիությունը երաշխավորելու հարցում։ Եվ եւս մեկ անգամ ասում եմ, խոսքը վերաբերվում է այն միջոցառումների մասին, որոնք պետք է իրականացնեն արագ, դրանք ժամանակավոր միջոցառումներ են եւ վերջնական որոշում պետք է կայացնի, ինչպես արդեն նշեցի, հանձնաժողովը։ Կոլապս մոտավորապես պատկերացրեք հետևյալ իրավիճակը, էլեկտրոավտոմեքենաների քանակը, այն բոլոր սարքերի քանակը, որոնք աշխատում են հիմա հոսանքով։ 1-2 օր հոսանքի բացակայությունը կարող է վերածվել լրջագույն կոլապսի, եւ մենք դրա օրինակը ունենք Իսպանիայում։ Եվ քննությունը առ այսօր շարունակում է, թե ինչպես տեղի ունեցավ, որ Իսպանիան բախվեց այդպիսի blackout-ի հետ։ Եվ դրա հետևանքները կարող են իրոք անկանխատեսելի լինել։ Հիմա ինչ չեք ուզում, որ պետությունը ունենա միջոցներ կանխարգելելու նման իրավիճակները։ Թակվի Թոմասյան։ Արձագանք կա։ Արձագանք։ Ուզում ենք շատ բան ենք ուզում, բայց ես ձեր չափ ճարպկություն չունեմ քաղաքական բան, դրա համար ուղիղ հարցը ստամ, էլի։ Եթե ազնվություն ունենաք, այդպես պատասխանեք, կարծում եմ ունեք այդ չափ ազնվություն։ Այսինքն այդ հայտարարությունը հայտնի որ չլներ, այդ եկեղեցու պաշտպանության վերաբերյալ էցի սեփականատիրոջ։ Դուք այսօր հենց հիմի այստեղ այդ նախագիծը զեկուցելու էիք։ Մի րոպե ավարտեմ, երկրորդ հարցը։ Հիմա այդ կոլապս եւ այլն, մի քանի ժամանակ առաջ այդպիսի խոսույթ չկար, հակառակը ավելի նորից եմ կրկնում, չանդրադարձա 2023-ի վերլուծությանը, որքանով ես ծանոթ եմ, այդտեղ կոլապսի մասին չկա, դրական դինամիկայի մասին կա, 2024-ի հաղորդումն էլ եղավ, նորից այդպիսի կոլապսներ եւ այլն չկար։ Հետո բեցը, օրինակ, բարձրավոր էլեկտրացանցը, որ պետական է, չէ, կարծեմ։ Այդտեղ հեչ խնդիր չկա, այսինքն այսքան այս կոլապսի մասին, որ խոսում եք, sense բերել եք, ֆիքսվել եք մենակ հեծի վրա, նեղ քաղաքական վստահաբար դրդապատճառներով։ Այդ բեցը տենց նորմալ, որ դուք եք կառավարում որպես պետություն, այսպես նորմալ, հա։ Չէ, բայց դրա պատասխանատվությունը կրում է պետությունը, սա բեցի մասը։ Երկրորդը, մի հարցում ազնվորեն ձեր հետ պետք է համաձայնվեն։ Այո, շատ ժամանակավրեպ նախագիծը շուտ պետք է բերվեր։ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, 20 տարի առաջ այս խուժան սեփականաշնորհման գործընթացներ պետք է սկզբանե ուշադիր լինել։ Պետք չէր պետության մեջ պետություն կառուցել, դա առումով ձեր հետ համաձայն եմ, ուշացած է եւ ներողություն եմ խնդրում, որ ուշացրել ենք։ Ինչ վերաբերում է մնացած էլեմենտներին էներգետիկայի համակարգում, ընդունում եք, պարոն Ավետիսյան, որ սա ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածք է, բայց ռազմավարական
նշանակություն ունեցող կառուցվածքը կարա հայտնվի մասնավորի, ել չեմ ասում ընտանիքի ձեռքում։ Մենք այդպիսի պետություն ենք ուզում ձեզ հետ։ Դաշնակցության գաղափարական հենքը այդպիսին է, հա, թույլ է տալիս պետության մեջ ունենալ պետություն, սա ամենավտանգավոր բանն է։ Ես ինձ թվում է անկեղծ պատասխանեցի այն հարցին, որ դուք տվեցիք։